Բանակցային գործընթացից դուրս գալու Թեհրանի սպառնալիքից հետո Միացյալ Նահանգների նախագահը անմիջապես զանգահարել է Բիբիին Լիբանանի դեմ ծրագրած հարձակումը հետաձգելու նպատակով։ Ըստ Axios պորտալի երկու առաջնորդների այս հեռախոսազրույցը երբևէ տեղի ունեցած վատագույն զրույցն է եղել։ Դու գրողի տարած խելագար ես, եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քո հետույքը, բոլորն ատում են քեզ, բոլորն ատում են Իսրայելին դրա պատճառով։ Գրողը տանի ինչ ես անում։ Համաձայն պորտալի ասել է Թրամփը, նա իսկապես բարկացել է Նեթանյահուի վրա, որը գրոհելով Լիբանանը սաբոտաժի է ենթարկել Իրանի հետ բանակցությունները։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Լիբանանը փաստացի կարմիր գիծ է իր համար։ Իրանի խորհրդանի խոսնակն ընդգծել է, Իրանի ու Լիբանանի կապը անխզելի է։ Եթե Իրան եւ Միացյալ Նահանգներ պատերազմը դադարեցնելու համաձայնագիր կնքվի, այն կներառի բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում հարձակումների դադարեցումը։ Վերջին 2 օրերին մենք ձգտում ենք դադարեցնել Իսրայելի հարձակումները եւ եթե հանցագործությունները շարունակվեն, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցությունները, այլև կդիմադրենք սիոնիստական ռեժիմին։ Մենք վճռական ենք հրադադար հաստատել Լիբանանի բոլոր հատվածներում, հատկապես երկրի հարավում։ Թրամփը փորձել է մեղմել լարվածությունը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, կառուցողական բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի, նաև Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ եւ համոզել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Սպիտակ տան ղեկավարը պնդում է, Նեթանյահուն համաձայնել է զորք չուղարկել Բեյրութի հարավային հատված, իսկ լիբանանյան խմբավորումը խոստացել է դադարեցնել հարձակումները։ Թրամփը վստահեցրել է, կողմերը չեն հարձակվի միմյանց վրա։ Այդուհանդերձ Նեթանյահուն Թրամփին զգուշացրել է, եթե Հեզբոլլահը չդադարեցնի հարձակումները, Իսրայելը կհարվածի Բեյրութում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին։ Այդ հարցում Իսրայելի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Անփոփոխ ու վճռական է նաև Իրանի դիրքորոշումը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին։ Նեթանյահուն շարունակելով իր չարագործությունները տարածաշրջանում սպառնացել է ռմբակոծել Դահիան եւ Բեյրութը եւ տարհանման նախազգուշացում է տվել բնակիչներին։ Հաշվի առնելով սիոնիստական ռեժիմի հրադադարի բազմակի խախտումները, եթե այս սպառնալիքն իրականանա, մենք հորդորում ենք օկուպացված տարածքների հյուսիսային շրջանների եւ ռազմական բնակավայրերի բնակիչներին լքել տարածքը, եթե չեն ուզում տուժել։ Չնայած Թեհրանի նախազգուշացումներին ու Վաշինգտոնից հնչող կոշտ հայտարարություններին, Բիբին գնում է հերթական արկածախնդրության։ Հրեական պետության օդային ու ցամաքային ուժերը առանց կաշկանդվելու շարունակում են գրոհները։ Հրթիռակոծություն, դրոնային գրոհ ու ցամաքային ներխուժում։ Ավերածություններն ու հասցված վնասն ահռելի են, ամենուրեք փլատակներ, վնասված շենքեր, ավտոմեքենաներ են։ Նախնական տվյալով կա 8 զոհ, տասնյակ տուժածներ։ Հրթիռների տարափից ահաբեկված խաղաղբնակչությունը կրկին տեղահանվում է։ Լիբանան-Իսրայել առճակատման սրման ֆոնին Ֆրանսիայի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Իսրայելի ներկայությունը Լիբանանի տարածքում արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ոտնահարում է, ասել են կառույցում։ Լիբանանի տարածքի օկուպացիան, երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը բանակցությունների ենթակա չեն։ Մենք չենք ընդունում Լիբանանի որևէ տարածքի օկուպացիան կամ բուֆերային գոտու ստեղծումը։ Անընդունելի են տարհանման հրահանգներն ու սահմանափակումները, որոնք խոչընդոտում են տեղահանված բնակիչների վերադարձն իրենց տներ։ Լիբանանի ներկայացուցիչը անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել ագրեսորին։ Անվտանգության գոտու ստեղծումն ու աշխարհագրական սահմանի դեմարկացիան ուղղակի օկուպացիային ու Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ցայտուն ոտնահարում։ Այս խորհուրդը մեկ մարդու նման պետք է դատապարտի այս ագրեսիան։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը մեղադրել է ոչ թե Իսրայելին, այլ Իրանին ու նրա պրոքսի ուժերին։ Մինչ Լիբանան-Իսրայել ճակատում անորոշություն է, Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում իրավիճակը շուտով կարող է փոխվել։ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ։ Նա միաժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել եւս մի քանի կետ։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ համաձայնությունը կարող է շատ ավելի լավը լինել, քան ռազմական հաղթանակը։ Նախագահի խոսքով դա հեշտ բան չէ ոչ իրանցիների, ոչ էլ ամերիկացիների համար, սակայն Ամերիկան ստանում է այն, ինչ անհրաժեշտ է։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։